Ողջույն սիրելիներս, առաջարկում եմ շարունակել մեր զրույցը թվերի, թվագիտության, թվերի փիլիսոփայության մասին և թվային հոգեբանության մասին։ Այսօրվա թեման, որն առաջարկում եմ քննարկենք, դա հարցն է, թե արդյոք սիրում եք դուք նշել ձեր ծննդյան տարեդարձը, սիրում եք ձեր ծննդյան օրը, ամիսը և տարին, ընդհանրապես ինչ վերաբերմունք ունեք դրան։ Հատկապես կանեք, երբ տարիքը բարձրանում է, ապա սկսում են մի տեսակ ներքին կռիվ տալ իրենց տարիքի հետ, բայց պետք է ասեմ, որ սիրելի կանայք, դուք այնքան տարեկան եք, ինչքան երևում եք, եւ ամենևին կարևոր չէ, թե տարեդարձի տորթի վրա դրված մոմերը ինչ թիվ են ցույց տալիս։ Դրանք ընդամենը տարիներ են, որոնք ձեր հարստությունն են, եւ պետք է միշտ շնորհակալ լինել այդ հնարավորությանը, որ դուք կարողացել եք ապրել, արարել, գալ հասնել այդ տարիքի եւ մնալ երիտասարդ, հատկապես այսօր, երբ բազմաթիվ տեխնոլոգիաներ կան եւ միջոցներ կան երիտասարդ մնալու, չնայած որ ես նախընտրում եմ ամեն ինչը բնական, իր բնական գեղեցկությունն եմ ավելի կարևորում։ Ինչևէ, չշեղվելով թեմայից, ուզում եմ հարցնել, արդյոք դուք սիրում եք ձեր ծննդյան տարեդարձը նշել։ Բազմաթիվ շփումների ժամանակ ես շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր ասում են, որ չեն սիրում նշել իրենց ծննդյան տարեդարձը, ինչա որ դա ինչ է տալու ինձ, ինչ մի կյանք եմ ապրել, որ հիմա էլ ամեն տարի այդ նույն կյանքը ապրելով նշեմ իմ ծննդյան տարեդարձը, բայց ուզում եմ միանգամից կանխեմ այս մտադրությունները եւ ասեմ, որ սիրելիներս, ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին դա ձեր տիեզերական անձնագրի տվյալներն են եւ որոնք իրենց մեջ պարունակում են ահռելի ինֆորմացիա ձեր պոտենցիալի, ձեր հնարավորությունների, ձեր առաքելության, ձեր կյանքի, ձեր ներքին տիեզերքի մասին եւ բացահայտելով այդ ձեր ներքին տիեզերքը, դուք հնարավորություն կունենաք ապրել ավելի առողջ, ուրախ, երջանիկ, վայելել ամեն մի վայրկյանը եւ ընդհանրապես լինել ինքներդ ձեր կյանքի ճարտարապետը, քանի որ ձեր թվային տվյալների մեջ է թաքնված այն ինֆորմացիան, թե ինչ պետք է անել, ինչ պետք չէ անել, ինչու պետք է երբ պետք է զերծ մնալ որոշակի գործողություններ կատարելուց եւ երբ պետք չէ ընդհանրապես պասիվ լինել։ Ուստի միշտ սիրեք ձեր ծննդյան օրը, ամիսը, տարին, աշխատեք նշել ձեր տարեդարձը, որովհետեւ դա ամեն տարին ավելացնում է ձեր փորձառությունը, ձեր գիտելիքը եւ դուք ավելի խոնարհաբար պետք է ընդունեք ձեր յուրաքանչյուր տարին ուրախությամբ, գրկաբաց, քանի որ ամեն մի տարիք իր հմայքն ունի, իր գեղեցկությունն ունի եւ պետք չէ մտածել, որ ինչու տարեդարձս նշեմ, միևնույն է մեկ տարի էլ ավելացա, մեկ տարի էլ ծերացա, ոչ, մտածեք, որ ծերանալ չկա, քանի դեռ մենք մեր մեր հոգին երիտասարդ է, ծերանում են այն մարդիկ, որոնք առանց ապրելու, նույնիսկ առանձնապես կյանք չապրած, բայց հոգսաշատ հայացք ունեն։ Ես շատ եմ հանդիպում բալիկների անգամ, որոնց հայացքի մեջ այնքան հոգնածություն կա, այնքան տխրություն կա եւ ես ճիշտն ասած չեմ հասկանում, շատ մեծ ցանկություն է առաջանում նման դեպքերում մոտենալ այդ երեխայի ծնողին, տատիկին կամ պապիկին եւ հարցնել, երբ է ծնվել ձեր բալիկը, որ օրը, որ ամսին, որ տարին է ծնվել եւ փորձեմ 1-2 խոսքով օգտակար լինել նրան, որովհետև իսկապես կան երեխաներ, որոնք շատ կարծես ամբողջ աշխարհի հոգսը, բեռը տվել են այդ բալիկին եւ ինքը պետք է միայնակ հաղթահարի ողջ մոլորակի խնդիրները։ Այդպիսի հայացքով են այդ երեխաները նայում կյանքին, իրենց շրջապատող աշխարհին, ուստի
բոլորս գիտենք, որ փոքրիկ երեխաները մինչև 5 տարեկան ավելի շատ բան գիտեն կյանքի աշխարհի մասին, գուցե դա է պատճառը, որ նրանք նման տխուր հայացք ունեն եւ որպեսզի ծնողները ստանդարտ մոտեցում չցուցաբերեն իրենց երեխային, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր անհատականություն է եւ չկրկնվող օրինակ տիեզերքում, չնայած որ ասում են մարդիկ իրենց կրկնօրինակները ունեն, գուցեև ունեն, ես այստեղ չեմ կարող ոչինչ ասել, բայց այնուամենայնիվ պետք է մոտենալ մարդուն որպես եզակի ինչ-որ մի էակի, որ դրա նման երկրորդը գոյություն չունի եւ փորձել անդադ բացահայտել։ Այդ բացահայտումը մենք պետք է սկսենք նախ եւ առաջ ինքներս մեզանից եւ պետք է սիրենք մեր ծննդյան օրը, ամիսը, տարին, չկրկնվելով ասեմ, որ մեր ծննդյան օրվա օրը, ամիսը, տարին դա մեր տիեզերական անձնագիրն է, դա մեր ներքին տիեզերքի մասին պատմող հսկայական ինֆորմացիան է եւ ամեն մի տարին տարեթիվը, որ գլորում ենք եւ մեծանում ենք մեկ տարով եւս, պետք է շնորհակալ լինենք, որ կարողանում ենք ավելի խելացի դառնալ եւ փորձում ենք ավելին անել, քան արել ենք նախորդ տարին։ Ուստի մի խուսափեք նշել ձեր ծննդյան տարեդարձը, սիրեք ձեր թվերը, ընկերացեք ձեր ծննդյան թվերի հետ, որովհետև նրանք ձեր անբաժան ընկերներն են, ուղեկիցներն են եւ պետք չէ կռիվ տալ այն թվերի հետ, որոնք որ ուղղակի ձերն են, ձեր սեփականությունն են եւ ավելի լավ է փորձեք հասկանալ, թե ինչու եք եկել հենց այդ օրը, հենց այդ ընտանիք լույս աշխարհ, ինչու եք ընտրել այդ ծնողներին, սա եւս մեկ այլ թեմա է, որը հետագայում մենք ուսումնասիրենք, ես ձեզ կներկայացնեմ բազմաթիվ ուսումնասիրություններ այդ մասին, ամեն դեպքում մարդ պետք է սիրի իր տիեզերքը, կարողանա ընկերանալ իր ներքին տիեզերքի դրական եւ բացասական կողմերի հետ, բացասականը փորձի սանձել, մեղմել, իսկ դրականը բազմապատկել, ավելացնել եւ դրանով ինքնակատարելագործման ճանապարհով անցնելով կերտել վաղվա ապագան ավելի պայծառ եւ անվրդով։ Իդեպ ասեմ, որ ներքին տիեզերքի ուսումնասիրությամբ դուք կարող եք խուսափել բազմաթիվ հիվանդություններից, որովհետև գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացրել եւ պարզել են, որ մարդու առաջինը հիվանդությունը ծնվում է մարդու ուղեղում, մտքից, վախերից, մտքից, ապրումներից եւ որպեսզի ավելորդ ապրումներ չունենաք, ավելորդ ձեզ տանջող եւ ոչինչ ձեզ չտանջի եւ չհոգնեցնի, ուրեմն դուք պետք է իմանաք ձեր մասին, ձեր պոտենցիալի մասին, ձեր առաքելության մասին, ձեր ներքին տիեզերքի մասին եւ փորձեք չանել այն, ինչ վնասում է հենց ձեզ, ձեր առողջությանը, աշխատեք ապրել առողջ, ուրախ, երջանիկ եւ նայել ամեն ինչին ելք փնտրելու տեսանկյունից, պետք չէ փակուղային իրավիճակներ ընդհանրապես տեսնել, յուրաքանչյուր հարց ունի իր պատասխանը, յուրաքանչյուր դուռ ունի իր բանալին, այնպես որ պետք է յուրաքանչյուր փակ դուռը բացող բանալին փորձենք գտնել եւ միասին գնանք դեպի պայծառ ապագա, չվախենալով ծերանալուց, հիվանդանալուց եւ այլն, պետք է ապրել հանգիստ եւ անվրդով։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդիվ։